Որի մասին ուզում եմ խոսել, վերաբերում է օրինաց երկիր խմբակցության առաջարկությանը, նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին։ Ինչպես բոլորիս է հայտնի, գործող օրենքում հստակ գրված է, որ մեր անձնագրերում պարզապես չկա եւ պարտադիր չէ բնակության եւ հաշվառման վայրը։ Մեր խմբակցությունը առաջարկություն է արել, որպեսզի բնակության վայրը եւ հաշվառման վայրը, այսինքն պարտադիր գործոն լինի, որպեսզի անձնագիրը համարվի հստակ փաստաթուղթ անձը հաստատող։ Ես այս առաջարկությունը իհարկե կատարվել է եւ ես իմ առաջարկությամբ ուզում եմ, որպեսզի կառավարության հետ միասին լրջագույն քննարկման առարկա դարձնել այս խնդիրը, անձնագիրը, որը շրջանառվում է նաև երկրից դուրս, անձնագիրը, որը օգտագործվում է տարբեր երկրներում եւ տարբեր ուրեմն մասնավոր, չգիտեմ, օտար երկրում պետական եւ այլ ձեռնարկություններում անձը կարող է տարբեր պայմանագրեր կնքել, ինչ որ, չգիտեմ, օգտվել սպասարկման վայրերից եւ այլն, եւ լինի այնպիսի մի վայր, որտեղ մենք չկարողանանք պարզապես մեր անձնագրի գաղտնի այդ չիպի միջոցով կարդան այն հասցեն, որը կա։ Ես ակնհայտ գիտեմ, որ պատասխանը լինելու է, որ անձնագրում կա այդ չիպը, որը եթե համապատասխան ունենան սարքավորումը, անպայման կկարողանան կարդալ եւ դա հնարավորություն կտա, որպեսզի բնակության վայրը եւ հասցեն ճշտվի։ Բայց եթե մի որևէ տեղ ենք, որտեղ սպասարկման վայր է կամ, չգիտեմ, վերցնում ես ավտոմեքենա, ենթադրենք վարելու մի որևէ երկրում եւ այդ հիմնարկությունը չունի այդ սարքը, որպեսզի ճշտի։ Այսինքն կարող է այստեղ բազմաթիվ նոր խնդիրներ առաջանա կամ որևէ գործարք ես անում, քեզանից են ուզում հասցեն, դու կարող ես ստել, խաբել եւ նույն անունով մարդիկ լինեն Հայաստանում, որ հետո դառնա քննարկման եւ լրջագույն առարկա։ Իհարկե սա չեմ ուզում կապել Հայաստանի Հանրապետության ներքին սպառման հետ եւ ընդհանրապես ընտրություններին օգտագործելու հետ կապված, բայց պետք է ասեմ, որ նաեւ ինչու՞ չէ, նույնականացման քարտը մեզ համար մեծ փաստ է, որ մեր երկրում անհասցե, չգիտեմ ինչ, մի անձը հաստատող փաստաթուղթ դրեցինք շրջանառության մեջ եւ ստացանք հայտարարակ ցուցանիշներ։ Ինչու՞, որովհետեւ նախորդ հայտնած 186,000 անձը կարծես թե այսպես 100%-ով հրապարակած ԿՀ-ի ուրեմն հիման վրա ցուցանիշների 186,000-ն էլ գնացել էին ուրեմն ընտրությունների։ Դուք չեք գտնում, որ անձը հաստատող փաստաթղթի վրա կօգտագործեն երկրից դուրս թե ներսում, բնակության վայրը պարտադիր է։ Հարցին կպատասխանի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ազգային ժողովի հարգելի թեև ձեր խոսքը սկսեցիք այլ ոլորտներում բնակության վայրի անհրաժեշտության փաստումով, այդուհանդերձ կարծում եմ, որ հարցի արդիականությունը մեծապես պայմանավորված էր նախորդ կիակի հանրաքվեի տեղի ունենալու այդ համատեղ բարձրացվում բնակության կամ հաշվառման վայրի խնդիրը։ Իրականում մենք պիտի մեզ համար պարզենք եւ ես նաև ձեզ գործենք ընդհանրապես ոլորտում գործը դեպի հին ունենք բնակության վայրը նշված, բայց մենք զուգահեռաբար ունենք նաև երկու այլ փաստում արտահանում գործի համար բնակության վայրում անհրաժեշտ եւ այդ արտը, որտեղ բնակության վայրը նշված չէ, որովհետև որևէ երկրում համենայն դեպս ինձ հանդիպած ID քարտերի վրա բնակության վայր չի նշվում եւ այն դեպքերում, երբ դրա հետ կապված իրավական որոշակի հետևանքներ են առաջանում, այդ իրավական հետևանքների գնահատմամբ էլ պիտի պայմանավորենք բնակության վայրի նշման անհրաժեշտությունը։ Ես պատահական չփաստեցի նաև արդիականության խնդիրը հանրաքվեի կամ ընդհանրապես ընտրությունների հետ կապված, որովհետև ես շատ լավ հիշում եմ նաև ազգային ժողովում քննարկումները կոնկրետ ID քարտերը որպես
ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցելու հիմք տվող փաստաթուղթ դառնալու հետ կապված, քանզի այդ ժամանակահատվածում էր, որ բարձրացվում էր վերահսկողության մեխանիզմների արդյունավետության հարցը, եւ մենք մեզ համար բոլորս խնդիր որպես այդպիսին փաստեցինք, որ այդուհետ մենք պիտի քննարկումներ ծավալենք եւ թեկուզ նույնականացման քարտերը կարդացող սարքերի ներդնման միջոցով կամ այլ եղանակներով, ինչպիսին կան աշխարհի տարբեր երկրներում, փորձենք մեր համար բարձել, թե վերահսկողության որ մեխանիզմը ներդնենք։ Ինչու եմ հատուկ սա շեշտում, որովհետեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խոսքը պիտի գնա ձեր նկարագրած նաև իրավիճակներում, խանութում, չգիտեմ, այլ մեքենա օրինակ վարձակալությամբ վերցնելիս կամ այլ դեպքերում, խոսքը պիտի վերաբերի նրան, թե իրավական հետևանքների տեսանկյունից մենք ինչն ենք ուզում կանխել կամ ինչ հարց ենք ուզում կարգավորել։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքը պիտի հստակ մեզ համար արտացոլված լինի եւ դրանից հետո փորձենք լուծումներ տալ։ Այդ իսկ պատճառով հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ դուք օրենսդրական նախաձեռնություն եք ներկայացնել, կարծում եմ, որ այստեղ պիտի լրջագույն ուսումնասիրություններ կատարվեն եւ մեր կողմից վերհանվեն բոլոր այն ոլորտները, որոնք ըստ ձեզ անհրաժեշտ են բնակության կամ հաշվառման վայրի համար, որովհետև ID քարտերում համենայն դեպս որևէ երկրում կրկնում եմ չկա նման փորձ։ Արձագանքի համար Երինե Բիշարյան առաջին խոսափող։ Շնորհակալություն հարգելի նախարար, ես ID քարտը տարանջատեցի, որպեսզի Թուրեն բռնում չլինի, բայց այն խայտարակությունը, որ մենք արեցինք օրենքից արգելքը հանեցինք, որտեղ ի սկզբանե բոլորիս հայտնի էր դարձել, որ դա ընտրական գործընթացներում օգտագործման ենթակա չէր եւ ցավալի է, որ դատական համակարգից 5 ամիսների ընթացքում որևէ մեկը չարձագանքեց, թե ինչու տեղի ունեցավ քրեական հանցագործություն մարզերում արգելված ID քարտով ընտրություններ տեղի ունեցան եւ որևէ դեպք չարձանագրվեց եւ որևէ մեկը դրա համար չպատժվեց։ Դրա համար այսօր բնականաբար մենք ունեցանք խայտառակ այնպիսի մի ցուցանիշ, որը որևէ մեկի մտքով ամեն դեպքում չեր անցնի եւ նաեւ այն մարդկանց մտքով չեր անցնի, որոնք այդ ցուցանիշ արձանագրեցին իրենց համար ի օգուտ։ Իսկ անձնագրի հետ կապված իսկապես մենք բազմաթիվ այլ վայրերում հանդիպում ենք, բոլորս էլ այստեղ գործուղման ենք գնում եւ օգտվում ենք տարբեր ուրեմն, չգիտեմ, հյուրանոցային եւ բազմաթիվ ծառայություններ, եւ այստեղ չեմ ուզում ցանկը այսպես թվարկել, եւ մենք կարող ենք հանդիպել այո այդպիսի վայրի։ Ինչ է կարծում հարգելի նախարար, եթե մենք անձնագրում գրում ենք հասցեն բնակավայրը, դա լրջագույն ծախս է Հայաստանի Հանրապետության համար, որ մենք հանել ենք այդ հասցեն, հա, տպագիր մեր անձնագրից եւ մտածելով, որ կօգտվեն այդ ուրեմն չիպից եւ դրանից ամեն ինչ պետք է իրենց կիմանան։ Դժվար է, որ մենք ունենանք նաեւ փաստացի գրված, որպեսզի մենք կարողանանք խուսափել այն բոլոր հետևանքներից, որի համար հետո մտածենք, ինչպես այդ հետևանքների դեմն առնենք, պարզապես չկանգնենք այդպիսի խնդիրների առջեւ։ Նախ եւ առաջ ուրեմն գնահատականների հետ կապված հարգելի գործընկերներ, ես կոչ կանեի ընդհանրապես որակումներից, տարատեսակ ածականներից, մագդիրներից խուսափել, խայտառակ, ահավոր եւ այլն նմանատիպ ուրեմն որակումները սկզբունքորեն կարող են իհարկե քաղաքական հայտարարությունների տեսքով եւ միայն տեքստով գոյություն ունենալ, բայց իրականում ես կարծում եմ, որ սա իրավական գործընթաց է եւ միայն իրավական գործընթացում արձանագրված արդյունքներով կարող ենք խոսել այս կամ այն արդյունքի մասին, այս կամ այն ածականով։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում տեսնել, թե իրավապահ համակարգում եւ իրավապահ մարմիններում ինչպիսի արդյունքներ կան եւ դժվար թե ընդամենը 78 վերահաշվարկի ուրեմն դիմումը մենք հնարավոր լինի այսպես որակել անգամ վատթարագույն սցենարի դեպքում հնարավոր լինի որակել խայտառակ։ Սա առաջին դիտարկման հետ կապված։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա ես ինչու ձեզ նշեցի նշել Տիկին Բիշարյան հետևանքները, ինչ հետևանքներ եք ակնկալում բնակության վայրի նշումի համար, որովհետև գործուղման մեկնում եք հյուրանոցում եւ այլն, սրանք իրականում փաստացի դրանք պարզապես ձևական նշումներ են եւ իրավական հետևանք չեն առաջացնում։ Եթե իրավական հետևանքի հետ կապված որոշակի լրջագույն խնդիրներ են առաջանում, այդ դեպքում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննարկենք։ Իսկ ID քարտերի վրա մասնավորապես այդտեղ դրանց հետ կապված որևէ խնդիր, որքանով ես գիտեմ, չի եղել, բայց բացի այդ ID քարտերի հետ կապված բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրերի փոփոխության ու հաշվառման վայրերի փոփոխության դինամիկան հաշվի առնելով, ես կարծում եմ լրջագույն ծախսի առաջ կանգնացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն յուրաքանչյուր դեպքում հաշվառման կամ բնակության վայրը այնտեղ ֆիքսելով, այնուհետև նրան ստիպելով, որ դրան ուրեմն համարժեք այդ փոփոխությունը ֆիքսվի։ Եթե այլ տարբերակ մտածում եք կցել կամ չգիտեմ ինչ, ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափով քննարկման, որպեսզի խնդրին լուծում տանք։ Շնորհակալություն։